Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, 2 ամսով կալանավորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստան Դաշինքի պատգամավոր փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է, որ շատ խնդրահարույց է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել են այդ գործի շրջանակներում, որովհետեւ ասում է հանգամանքները, որոնց վերաբերյալ ձերբակալվել եւ կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը, իրավապահ մարմիններին հայտնի է եղել դեռևս 2018 թվականին։ Հիմա իրադարձությունները տեղի են ունենում 2026 թվականին։ Սա Վարդևանյանի պնդումը, քիչ չեն նաև այլ մեկնաբանություններ այն իմաստով, որ օրինակ ռուսական մամուլում հանդիպեցի մի քանի գլխագրերի, որ Քոչարյանը հանդիսանում է Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը, այս կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում է նաև Վլադիմիր Բագոներ Պուտինի ընկերը։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը նաև փորձում է Պուտինին ինչ որ ազդակներ ուղարկել։ Ընդհանուր առմամբ, պարոն Շիրինյան, այնինչ տեղի է ունենում օրինաչափ է, թե քանի որ այսպես տեղեկատվական աղմուկը եւ նաև Քոչարյան ընտանիքների աղմուկը այս անգամ շատ բարձր է, հասկանանք ինչումն է խնդիրը։ Անակնկալ էր իրենց համար։ Չէ, անակնկալ ոչ չկա։ Ուրեմն Վարդևանյանի պարագայում փոքրիկ բան ասեմ, ուրեմն առաջ գնանք։ Ես իրենց աչքալույս եմ, փաստաբաններն ասեմ, մաֆիան կթելու լավ ժամանակն է, այսօր խեղաթյուրեք ամեն ինչ, որ կտեք, միլիարդատեր են, երևի կարող է փաստաբաններ որոշ մաս ավելի հարուստ է, քան Քոչարյանն, ես կտում են, այսօր շարունակի կթել է բոլորը խեղաթյուրելով, անցած է, չանցած է բանել է, վերջ։ Հիմա անցնենք երկրորդ մասին, ես ընդհանրապես տասնյակ տարիներ երևի հայերին ասում են, որ ցարեր ընկեր չունեն, ռուսները հայերին արհամարում են, օրինակ ես վստահ եմ, որ Արա Աբրամյանը, որ պաշտոնական իմաստով Ռուսաստանում երևի ամենահայտնին է, Կրեմլում ամենաշատ իրա վրա են թեքում մտների մեջ, բայց ես քաղաքական թուք նկատի ունեմ, հիմա դատական գործ չբացի Սամվելին Կալուգացի բանանի, թքած ունեն վերեքը, ու դա այդպես լինելու է, հայերին արհամարում են լավից ամենաստորակարգին, եթե այդպես կարելի ասել, ընդ որում իրենց մասին է, իմ մասին չի խոսքը, ես չեմ թքում, որ այդ կարողությունը չունեմ, որտեղ եթե ես լինեի, վաղուց սրանք կնդագարվել էր, վաղուց, Վարդևանյան, հոդված, քրեական, քաղաքացիական եւ այլն, որտեղ մենք պետականության հարց ունենք մեկ, որի տակ կա մեր ժողովրդի գոյատևումը շարունակելու հարց, որի մասին շատ եմ խոսել։ Հիմա սրանք անել են, որ Քոչարյանի բանն է, Պեսկովը գրեց, Պեսկովն է չեմ նեմ, Պեսոկը, Պեսկով, ոնց կարող է անկայուն մարդը պետական իմաստով հովանավորի։ Եվ ես մի բան զարմացել եմ, ես ասեմ Քոչարյանի պարագայով եմ ասում, իրա թմով, այդ թմով թայֆա է, դա մաֆիա է, և Սերժի թմին եմ ասում, երկուսին էլ։ Այդ Բաքոյին ռուսները վերցրեցին ձեր աղբորը, հանձնեցին Բաքու, մոլլաների մոտ են ուղարկել, դիտավորյա ռուսներն են տվել։ Դուք չհասկացաք, որ ռուսները ընկեր չեն ձեզ, և չկա ռուս ընկեր չի լինում։ Հասկանում բաժակի ընկերս է։ Իշխանափոխության հույս ունեին, պարոն Շիրինյան։ Չէ, հույս ունեին, բայց հա փոխեն, ենթադրենք, բայց ոչ որպես լրտես։ Մենք մեզ կարող ենք հեղափոխություն անենք, չանենք։ Մենք կարող ուզենք չուզենք։ Ինչ ուզում է լինի ռուսի վրա, ինչու են ռուսի ասածով անում։ Իրենք որ ռուսը չլինի, իրենք ով են որ հեղաշրջում անեն։ Ռուսը չլիներ Քոչարյանով կողոպուտ կաներ։ Թույլտվություն են ունեցել։ Սրա մեջ նշանակական իմաստով։ Մոսկվան սրանց փչացրել է կեղտի մեջ քաշելով երկրի ներսում որ եւ հիմա այս դրա համար անհետեթ խոսակցություններ են բայց այստեղ արդեն այլ Սամվել ուրեմն Կալուգացին մտածելու բան ունի եւ իրա միջավայրը այդտեղ են հա ինչու մենք պետք է հասկանանք այդ ոնց եղավ որ Հայաստանի իշխանություններն այսքան տարի Քոչարյանին ինչ ասես ասում էին իրենք էլ ոնց ուզում պատասխանում էին Լևոնիկը դրանց բարի թե ինչպես է պատասխանում իրենք Կրեմլի չափն են բայց խեղաթյուրված չափը որտեղ լավ չեն հասկանում ուրեմն այս անգամ արդեն պարզ է որ Քոչարյանը որ ընտրություններում այդ գումարում ինչ որ արեց կրճատվեց թիվը չէ դրա փոխարեն պետդումա ստեղծվեց
Սամվելը բարձրացավ։ Ուրեմն իրենք թքել են մաֆիայի այն վերեն, որոնց օգտագործել են։ Բերցան արմի աշկեք են։ Այսինքն այստեղ արդեն ռեզիդենտը գլխավոր Սամվելն է։ Սամվելն էլ պիտի մտածի, որ վաղն էլ ինքն է գնալու, որտեղ նա առանձնատանն ապրած կառավարում է երկիրը, վարչապետը, ընկեր, բարեկամ եւ Այսինքն հերթը հասնելու է նաեւ նրա։ Հաստատ է հասնելու, որտեղ մենք ուժեղանում ենք, ոչ թե Ռուսաստանը ուզում է չի ուզում։ Մենք պետություն ենք դառնալու եւ մի օր էլ լինելու է, որ մենք թքելու ենք ամեն մի արտաքին միջամտության վրա եւ չենք նայելու Պուտինն է ընկերը, Պեսկովն է, թե Մարիա Զախարովայի կներեք վերեն են թե տագն են, վերջացավ, հարցը փակված է, բայց այս անգամ ակնհայտ է, ձեզ ասում եմ, նա սպիսատեղավ ռուսերեն, պերծել է Քոչարյանը, վերջացավ, այս Ղարաբաղյան կլանը գնաց, հիմա կփորձեն ստեղծել երևի մի ուրիշ կլան, չեմ ուզում ասել Հայաստանյան, որտեղ դա կլինի նորից ողբերգություն, գլխավոր ռեզիդենտը կամ ներկայացուցիչ Սամվել Կարագուլեցին է։ Այսինքն շարունակելու է Ռուսաստանը իր գործը։ Նշանակում է, որ Մոսկվան օգտագործում է այդպես է հայերին, որտեղ Մոսկվան վրացիներին հարգում է, կապ չունի։ Մենք եղել ենք նաև ասենք իմ երիտասարդության դարերին, որ սովետեր գնում էին գալիս ռեստորաններում։ Հայերին միշտ արհամարել են, փող ունեցողին չունեցողին։ Վրացի սիրել են, թուրքից էլ վախեցել են, կամ էլ արհամարել են ուրիշ։ Թուրքից վախեցել են, հայերին շանտեղ չեն դրել, հայերն են դե ցկվել եւ այլն, իս վրացի սիրել են, վրացի սիրում են։ Եվ այդպես է, հիմա ես ինձ համար դա լավ բան է, որովհետեւ հայերը կվերադառնան մեզ, մեր հայերը մեզ։ Բայց այդպես է, հիմա այս Սամվելը վստահ եմ արդեն եզրակացություն գիտի, իհարկե կուրախանա են իր տեղապահը, աղբոր տղեն, որ ինքն է բան, բայց դա ժամանակավոր է առաջ գալիս։ Բայց ամեն դեպքում, պարոն Շիրինյան, սրանք մաքուր ներքաղաքական գործընթացներ չեն, ինչու են փորձում սրան արտաքին որոշակի հետ տալ, նկատի ունեմ նույն Քոչարյանի շրջանակները։ Ինչու, որտեղ ուրիշ ներքին հենարան չունեն։ Ներքին հենարանը Ղարաբաղյան կլանն իր մաֆիոզ կառույցներով է, դե մաֆիոզ կառույցը մի կեսով Բաքու գնաց, այսինքն թուլացավ, Արցախը չկա։ Արցախի գլխին Ղարաբաղյան կլան այնպեսի փորձանք խաղաց, իրենք են մեղավոր, իրենք թուլացան։ Գեներալիտետը բանի պիտանի չի, Լագանովսկի ելով են, չէ, եւ այս վիտո միտո տեսեք գողականն է, վիտո միտո, ինչ հասկանում եք, եւ այս էլ գոյություն չունի, ընդրությունների ընթացքում էլ եթե նկատեցիք սրանց ակտիվությունն ընկել էր քարաբերական, իսկ մնացած բարակայում բաներ փոխվել են, էլի, հենարան գոյություն չունի, նաեւ բան կա, Քոչարյանը ինչպես ես, բայց ես այդպես բան է, ես եկվոր եմ, եթե Հայաստանի Հանրապետությունը այն է ինչ որ կա այսօրվա, չէ, ես Ճավախից եմ, Ախալքալակից եմ, չէ, ես եկվոր եմ, իրենք ավելի շատ եկվոր են, իրենք թրքական միջավայրից եկվորներ են, Հայաստանի ժողովուրդը շատ է հանդուրժել, որ եկվորները կան, իրենց կողոպտեն, նստեն եւ քշեն, ինչ որ անում էին, հա? Ուրեմն իհարկե սպառակման համար չեմ ասում, մաֆիայի մասին է խոսքը, ժողովուրդը չի։ Էլի մենք Արցախահայ ենք, Ճավախահայ ենք, Հայաստանահայ ենք, ընդհանրապես հայ ենք ու վերջացավ, սա ուրիշ է, քննել չի, բայց այստեղ այդ հարցը կա։ Ուրեմն կա գավառից մեկը կա, հա, հերրավոր, վաղն էլ Աստրախանից պիտի մի անասուն կա։ Այստեղ է ժողովրդին կյանքը ուտի գելնի գնա, հա։ Հենարան չունեն, հենարանը ինչ են անում, բա պիտի իրենք ինչով են գոհ, ինչ են անում, Պուտինի ընկերն են, Պուտին իրենց է հանձնել Հայաստանը, ասել են կողոպտեք, բռնաբարեք, չվախեք, մենակ պահեք, այն ինչ որ մնացած օքեյ է, բայց դա էտեն է ինչ որ, Ռուսաստանը հիմա մեկը լինի Պեսկովին օգնի, մեկը լինի Պուտինին փրկի, ես ասեմ այստեղ չհանրադառնանք Ռուսաստանին, Հայության Ռուսաստանը հանկարծ է փլուզվում, հերիք է էշ հուսները տնեք կնեք ով որ Ռուսաստանի վրա, շուտ հեռացեք, նա փլուզվում է, պատմականորեն, հանկարծ փլուզվում է, էլի տագը չմնաք, Լենինի ժամանակ, Ելցինի ժամանակ, եւ այլն, այս Ելցինի ժամանակ տագը մնալն է, Ղարաբաղի հարցը այդպես է գնաց,
խեղաչուրվեց, թե չէ հարցը ինքը զուլալ հարց է, մեր հարցը։ Պարոն Շիրյան, եւ որքանով կա Հենարան չունեն, այսինքն իսկ վստահություն կա, որ այս անգամ դատաիրավական համակարգը կարողանա գործը միջև վերջ հասցնել։ Այո, ես հասցնել։ ասեմ, որտեղ վստահություն, ես վարչապետի խոսքից հասկացել եմ։ Դատաիրավական թքած, էլի կներեք։ Այդ ոնց պետք է չանեն։ Ժողովուրդը կուտի, հեղափոխություն կլինի, բոլոր ունեցված կվերցնեն։ Այդպես չի եղել, Ֆրանսիայում ինչ էին անում։ Ինչ տադավորիչ բան էլիք է։ Որովհետև հանրային գիտակցության մեջ անկախ են բանից սրանք հանցագործ են թե չէ, արդեն մեղված է որպես հանցագործ, պետության թշնամի արդեն։ Հիմա այս հարցը դրա համար, բայց ինչ ստացվեց, ԿՊ-ն ստացավ 49%-ի ձայն։ Այ եթե մեզ ենթադրեն 4% էլ տային 5, դուք պատկերացնում եք երկրի վիճակը ինչ կարող էր լինել։ Վարչապետի խնդիրը վարչապետի դեմ կռիվն է, որովհետև գիտեն, որ այդ բուլկը Մոսկվայից ներսից գիտեն, որ կփլուզվի։ Հիմա եթե վարչապետը եւ իր մտերիմները, այդպես ասեմ, որ թիմ որ ասում են, թիմ թմերը Ես չեմ սիրում, որ Հայաստանում դա թայֆա է, մաֆիայի է վերածում։ Իրենց համախոհներով, իրենց իշխանությունը, ես չեմ կասկածում, որ ես հավատում եմ իրենց դատողության չափին։ Եթե չձերբակալեն, հաջորդում տանուլ են, տալու 49% է։ Անկախ տենտեղ ինչ են ստացել, ոնց եղել։ Այդ տնկավ կգնա։ Ո՞վ է կանգնեցնելու։ Իսկ դեմոկրատական ընտրական համակարգից մենք հրաժարվել չենք կարող։ Այսինքն իշխանությունը ուզի չուզի գլխավոր գլխամասով պիտի երկրում արդարադատությունը ապահովի եւ հետեւապես թե դե Հայաստանի օրենքներն չէ, սովետական օրենքներ են։ Ամեն բանի վրա 10 ենթաօրենք կա, որը կուզեն կօգտագործեն։ Կուզեն այսօր ուզում եք ելնեն Քոչարյանին կույս հայտարարեն։ Հաստատ է, կուզեն անեն, չեն ուզի, բայց հիմա էլ չեն անի, որովհետև մարդկանց մեջ գալիս ինքնապաշտպանության ոնց է բնազդը, առողջ բնազդը, եւ ժողովուրդը այս անգամ նակազ է տվել, չէ, այս անգամ ասում են այդ մուրճը ինչ եղավ։ Վարչապետի համար եւ երկրորդը երբ որ ինձ այն միտինգի ժամանակ ես մտա որ վարչապետը միտինգ էր շատ էր հետաքրքիր ինչ էին ասում ձեզ ձայն ենք տալու ինձ էին նկարներ կան մարդիկ շատ են եղել բայց չենք տա չնեղանաք որտեվ հրեշը գալիս է հիմա այդ հրեշը Այսպես է ով է ինչ է, ուրեմն այդ խումբը գիտի վստահաբար, ես իրենց դատողությունը նկատի ունեմ, ոչ թե իրենց ասել եմ չէ, իրենք գիտեն, որ եթե չձերբակալեն, չմաքրեն եւ այլն, հրեշը ոչ թե գալիս եկած կլինի։ Հետո իրենք մախիանիզիչը չեն կարող, այստեղ հարցը ուրիշ է, դրա համար վստահություն եմ հայտնում, որ ուրեմն գործը պետք է գնա առաջ, բայց կրծը պակաս է։ Մինչև Սերժ Սարգսյանը Քոչարյան Ռոբերտի կողքին չգանգնի, որ ավելի վտանգավոր տեսակ է։ Ուրեմն հարցը չի փակվելու։ Մնացածը այսպես է։ Հիմա ասեմ, բան են անում, նախագահ են ձերբը։ Դուք խաբար եք Հարավային Կորեայում ինչ է լինում։ Այն Samsung եւ այն Կորեան, որը մեզ համար սիրելի է, հյուսիսը չի։ Երկու նախագահից մեկը գնդակարվում է, 4 վարչապետներից 3-ը գնդակարվում է, դրանք էլ հավես ունեն Գողոպուտի։ Նրանք էլ տնում են, հիմա ես չինական պրակտիկան եմ ասում, պետություններն առանց վիրահատման այս հարցերում, որոնք անցման ինչ-որ պրոբլեմներ են ունեցել, չեն կարող յոլակ գնալ, թուրքերեն եմ ասում, որտեղ պետք է այդ հարցը լուծվորն է։ Մաո Ցեդունի, ինչու Չինաստան, մենք պետք է մտածենք, այդ ինչ բադա է Չինաստանի, որ այս թռիչն ապահովեց։ Իմ ուսանողության տարիներին Չինաստանը ամեն աշխարհի հետամնաց տնտեսական երկիրն էր։ Կուլտուրական հեղափոխություն բան Չինաստանն ինչ էր ոչ մեկը չէր ռուսները կպատկերացնեն Չինաստանի այդ աճը չէին պատկերացնում եւ բանի տեղ չէին դնում հիմա չեն դնում երկիրը հանձնել են նրանց հիմա տեսեք ինչ մայր ժամանակ այդ բաները որ լինում ով է շատ հանցագործը դնում էին դատարանը եւ ամեն ինչ որոշում էին դացի բաոգան դնում էին այդ մարդկանց ովքեր ու գնդակարում են, ես չեմ ասում Հայաստանը անդադ գնդակար է, բայց պատիժ պետք է լինի, բայց չինական պրակտիկան։ Մի հատ տախտակ էին ճարում, հատուկ, վեր են կրում են ոճիրը։ Պետության ունեցվածն է գողացել, հանցագործություն։ Դնում էին, կախում էին վզներից կրուզավիկով, այդ լավ կհասկանա, բեռնատարով, քաղաքի միծերից
տանում են մյուսը ու տանում գնդակարում էին։ Եվ մարդիկ սովորեցին չգողանալ, պետությանը չքայքայել։ Սրանք գիտեն պետությունը նրա համար եղել, որ իրենք կողոպտեն սովետական սոցիալիստական ունեցվածքը։ Դա մեր ժողովրդին եղել։ Երկրորդը, մեր ժողովուրդը նրա համար է, որ ինքը ուզի ռուսների համար տանի Ղարաբաղ ազատագրի, հետո ռուսների համար այդ Ղարաբաղից փախչի։ Եվ այն մաքուր հայկական հարցը վերածեն այս ամեն ինչ որ եղավ։ Հասկանում եք ոնց, այսինքն այս հարցերը պիտի փակվեն եւ վստահություն ունեմ, որ իշխանությունը պիտի գնա, բայց Սերժը քանի չկա հարց կիսատ է։ Նույն չափով, նույն ձևով, ոչ թե նրա հետ է գործի մեջ ընդգրկված։ Ասեմ ինչու, նրա հանցանք ավելի ծանր է, ասեմ, այս տարբերություն իրենք թող որոշեն ումն է ծանր ինչը։ Հիմա ճիշտ ու սխալը դնում են կողքի, որովհետև քաղաքագետի համար հանրային կարծիքն է կարևոր, ժողովրդի մոտ ինչպիսի պատկեր է առաջանում տվյալ իշխանության, տվյալ անձի։ Նարկոտիկ, խաղամոլություն, Սերժի անվան հետ է կապված, չէ՞։ Մի օր հերքում եղել է, որ դրանք չկան։ Այսպես ասեմ, դուք գիտեք, մենք կարող ենք ասել, ինչքան երիտասարդ է փչացել, այսպես խեղաթյուրվել դրանց օրինակով, հա։ Բայց Հայաստանը գիտեք, չէ՞ նարկո այդ պրոբլեմի հետ իշքան հարցեր ունի, եւ շատ հարցեր ունի։ Որոնց բոլորը պետք է բարձվի։ Եվ օրինակն էլ ասեցի, եթե շատ են ափսոսում նախագահին ոնց կարելի, ուրեմն այդ ապահովության օրենքը հանեք, նախագահ չեն, հետո էլ հերիք է, գոնե ասեք նախկին նախագահ, ինչ նախագահ, սրանք ինչ նախագահ են, նախկին նախագահներ են, որոնք ոչիններ են գործել, ընդ որում իրենց վզին է Արցախը հանձնելու այդ բոլոր պրոբլեմատիկան, բանակը չվիրազինել եւ բանակում այդ վիճակը, երկուսի վզին է, այդ բոլոր արդյունք է, մի օրվա մեջ չի առաջանում, հասկանում եք ոնց է, իսկ հետո դա կլինի նաև ազդակ եկող իշխանությունների, որ ընկեր ջան, էշաֆոտ կգնաս, եթե եկել ես էշություն անես պետության կահին նստելով, գործ արա։ Պարոն Շիրինյան, քանի որ քանիցս կրկնեցիք, որ այդ վրդովմունքը վերջին օրերին առաջացած վարչապետ ասեց։ Չէ, ընդդիմադիրների վրդովմունքը նկատի ունեմ, թե ինչպես կարելի է նախագահներին, այսպես ասած, դատարան տանել։ Ասեցի, դացի բաղով, ինչ։ Նույնը նաև կա կաթողիկոսի հետ կապված, ասում են ինչպես կարելի է ամենայն հայոցին տանել դատարան։ Ինձ որ լսեի վաղուց այդ հարցը լուծել է, մի գիշերում, ինչ կաթողիկոս է, բան ասել ինչ։ Ուրեմն պետությունը ունի, որը իմիջիայլոց վարչապետը շատ է կրկնում, եւ շատ է սիրում, ինքնիշխանությունը, սուվերենիտետը, չէ՞։ Պետությունը ինքնիշխան է եւ այլն, այ երբ որ հիմնավորում են թրիփ եւ այլն, ասում են որ ես վստահ եմ ամերիկացիներից հավաստիկներ ունեն բանը, որ ինքնիշխանությունը չի խախտվելու։ Այն օրներ բաներ Մարկո Ռուբիոն, չէ՞, ուղերձով դիմել էր, խոսքի մեջ ասել էր, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի խախտվելու։ Հիմա սա ինչ որ Պուտինը մեռնում է այնտեղ։ Այստեղ են վարի գնում, իրենք չեն կարող, ամերիկացու վրա էլ իշխել չեն կարող։ Հիմա տեսեք ինչ է ինքնիշխանությունը։ Պետության անկախություն, ազատություն եւ այլն, սրանք փիլիսոփայական քաղաքագիտական տերմիններ են։ Իրավական մասը սուվերենիտետն է, ինքնիշխանությունն է։ Ով որ լավ չի հասկացել, բոդեն պետք է կարդան, դապես շատ պետք է կարդան։ Թե չէ այդ խորոչում մնացել են աղբանոցում ռուսական պրոպագանդայի, որից դժբախտաբար շատ են օգտվում։ Եվ իրենց ճակատագիրն էլ հետը մարդիկ խեղում են։ Հիմա տեսեք սուվերենիտետը կամ ինքնիշխանությունը պետության անկախության եւ ազատության եւ տվյալ ժողովրդի փիլիսոփայական ազատության հենքն ու չափորոշիչն է։ Հիմա բայց գալիս ենք ներսում, իսկ Հայաստանը ինքը որպես պետություն, այսօր ԿՊ-ն եւ մենք մյուսը, ովքեր աջակցում են, նաեւ ընդդիմություն եթե լիներ, Հայաստանի խորհրդարանում ընդդիմություն չկա, ռուսական սեգմենտ է, պետդումա է, փոքր պետդումա։ Այդտեղ այդ ընդդիմություն բան Էլի ասելու եմ, էլի դուք շարունակեք, բայց դա ռուսական սեգմենտ է։ Հայաստանի կապ չունեցող մի խումբ է։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Սուվերենիտետը նայում ենք, մենք բանականությամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության տարածքի ամբողջ ծավալով, կյանքի ամբողջ բովանդակության վրա, ոչ։ Կա մի հիմնարկ, որը եկեղեցին է, որտեղ Հայաստանի իշխանությունը ինքնիշխանություն սուվերենիտետ չի հաստատել, ինքնիշխան են իրենք իրենց
եւ դա ռուսական ինքնիշխանություն է։ Ես հիշեցնեմ, այդ բոլոր այդ ոնց ասեմ, ազգա, չգիտեմ ինչ էր, լավ չասեմ սուր բառեր, ասեմ հետեւյալը, երբ որ Ռուսաստանը ազատագրեց Արևելյան, այդ էլ Հայաստան չի, Արևելյան Հայաստան, Արևմտյան ասում են հայերը ռուսասեր են, արևմտա հայերը ռուսասեր են եղել, օրենտացիան, այսինքն սրանց մեջ Արևմտյան Հայաստան գոյություն չունի, գիտակցությունների մեջ, Արևելյան Հայաստանում, երբ որ ռուսական իշխանություն հաստատվեց, ազատագրեցին թե չէ, եւ անան ենթադրենք, ուրեմն անմիջապես ցարական իշխանությունը վերահսկողության տակ վերցրեց հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին եւ մշակեց կարծեմ բանի Պասկևիչի ղեկավարությամբ Պոլոժենյան կանոնագիրը եւ իշխանությունը ռուսականացրեց կաթողիկոսների միջոցով շատ կաթողիկոսներ ապստամբում են Խրիմյան հայրիկ եւ այլն, բայց այդ պետության մեջ նա վերահսկողություն սահմանեց։ Պուտինը գործակալներով վերցրեց։ Նրանք չէին գնում դրան, իրենց մարդը դնեին։ Ուղղակի դրա հետ էլ հայությունը ոնց որ թե ինչ որտեղ համաձայն էր սահմանափակումներ լինի, ինչ-ինչ պատճառներով եւ պատմականորեն հավանաբար արդարացված։ Սա իր մարդիկ է դրել։ Ցարերն էլ իրենց մարդ չունեն, ունեն ԿԳԲ, ունեն օպրիչնինա, հասկանում եք, եւ այդ իշխանությունը ինչն է նպատակը, ուրեմն կառավարում եք Հայաստանի ազգաբնակչությանը եկեղեցու միջոցով, այսինքն նույնիսկ նաեւ խեղաթյուրում եք ձեր եկեղեցու պատմական դրական դերը, որտեղ հազարավոր տարիներ նա միշտ եղել է իր պետության հետ, իր անհետեթություն է, իմել Փորփերում են դավաճան կաթողիկոս են ճարում բանես, ես զարմանում ես ուղեղների վրա։ Այդ եկեղեցին ամբողջապես ծառայել է Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Հիմա Պոլոժենիով սահմանափակեցին, ես ենթադրում եմ հիմա հարցը ինչ է, բայց այսօր Հայաստանի իշխանությունը չունի այդ իրավասությունը մտնելու այդ եկեղեցու մեջ։ Ինչու՞, որովհետեւ Մոսկվան դրանով հայության ներսին հատվածի վրա պահում է որոշակի ազդեցություն շատ ընդգծված իրենց երկիրban եւ երկրորդը մեր եկեղեցին համաշխարհային կառույց է ամբողջ ցանցով այդ ամբողջը ենթարկում է իր շահերին պատկերացնում եք որ մի երկիրը թույլ կտա հիմա ասեմ հետեւյալը կոնկրետ Վիկիպեդիան բացում եք նայում եք այդ բոլոր այդ պատգամավոր կոչվածներին եմ ասում ռուսական սեգմենտին պետդումայի պատգամավորներին ուրեմն նայում եք այնտեղ գրած է որ Տրթատ առաջի թագավորը կազմակերպեց եւ ընտրեց Գրիգոր Լուսավորիչին որպես հայոց հայրապետ դրանով պետական իշխանության ենթարկելով առաքելական եկեղեցին մեկ իսկ մնացածը ասեմ պետք է կարդալ Հոբս անգլիացի որ եկեղեցին չի կարող ավելին լինել քան պետականությունն անգլիացը այդպես էլ անում են հիմա լուծումը պարոն Շիրինյան ասում են կաթողիկոսին տանում եք դատարանների լավ են անում բայց փաստերը հանեն շարադրեն թող հանեն ասեն ախպեր էս արել փաստաթուղթը դնեն ժողովրդին ցույց տան այդ բաները դեղի մամուլիներ սահմանափակեն բոլորի լրատվությունը ստուգվի այդ լուրերը որտեղից են ինչ եղել եւ դա դեմոկրատական ընթացակարգի մեջ է որովհետեւ ժողովրդավարությունը նրա համար չի եղել որ ինձ ու ձեզ գիշեր-ցերեկ մանիպուլացնեն այլ ժողովրդի իշխանություն հաստատեն ուրեմն օրենքներ կան բաներ կան չեն գնա այսօր կաթողիկոսը չի գնա դատարան չի գնա անվտանգության ուժերն ուղարկում են տանում են ու վերջացավ չի կարող Հոբսը կարդացեք եթե անգլիացի իսկ մնացած Տրթատ թագավորի հետևից հայոց հայրապետը հավաքեց եպիսկոպոսներին Գրիգոր Լուսավորիչին ընտրել տվեց հայոց հայրապետ եւ վերջացավ հիմա այս գործընթացը որ սկսվել է լուստրացիայի կամ ինչպես ուզում եք անվանեք դրա շրջանակներում այս ձերբակալությունները կալանավորումները դրան պիտի հետևի նաեւ կաթողիկոսի հեռավորումը հաստատ Ես ասեցի սուվերենիտետը պիտի հաստատվի, որովե պետություն կարող է որևէ պետություն, չասեմ Անգլիա, Ֆրանսիա, մի պետություն, որտեղ կառույց կա օտարի շահերը սպասարկողը։ Ես Քոչարյանի համար ընտրությունների օրերին չէի ասում, սա պետական դավաճանություն է կատարում, ինչ անում։ Նստում է հարցազրույցի մեղադրում է Հայաստանի իշխանությանը, ասում են լավ չեք աշխատում։ Լավ, հիմա լավ աշխատեցին, ասենք լավ ոնց աշխատեն։
Հայաստանը ոնց աշխատի ռուսի հետ լավ, մի հատ, եթե ռուսը չի հասկանում։ Ընդհանրապես աղքատը հարուստին ոնց կարող է ուղղորդել։ Կասեք, ձևը ո՞րն է։ Ուրեմն վերջացա այդ հարցը, բայց ես զգուշացնելու բան ունեմ։ Ես ենթադրում եմ, որ եթե չզգան մեր ժողովրդի դիմադրողականության կարողությունը, ներքին մաֆիան եւ արտաքին Ռուսաստանը որպես պետություն ձմեռվա նախորյակի շատ մեծ խնդիրներ կարող են առաջացնել։ Օրինակ գազի գինը նկատի ունեք։ Դա դու մենակ գազը չի, հիմա գազը կտականանք ցրդին, ոչինչ, ենթադրենք։ Շատ հարցեր կան։ Մենք հիմա չէ ուրիշ անգամ շարեմ, հիմա այդ դուրս չգանք։ Կարող է լինել։ Ես ասեմ, Հայաստանի վրա ճնշումները պատմականորեն ռուսներն ուժեղացնում են նոյեմբեր եւ դրանից հետո։ Դեկտեմբերի 2 եւ այլն, այս շրջաններն է։ Հիմա ասված չանի այդպես լինի, իշխանություն տեսնում եք ոնց է մանևրում, իրենք էլ խրվել են ու խրվում են Ռուսաստան, Ուկրաինայում, բայց այն չի լինի, բայց կարող է լինել։ Դա վերցնում ենք դրա համար շտապ եկեղեցու հարցը պիտի լուծվի եւ այս գողապետության պարագլուխները պիտի բանտում լինեն, որ հանգարց Մոսկվայի հրանգով չլինեն ապստամբության դեպքեր, խժդժություններ, ամեն ինչ կարող է լինել։ Հասկանում եք ոնց է, ոնց կարող է եկեղեցին հանդուրժել ինքը ինչ իրավունք չունի։ Պետության մեջ սուվերենը միայն Հայաստանի իշխանությունն է, սուվերեն է, բայց օրենքի մասն է խոսքը, իսկ այստեղ եկեղեցու իհարկե ներքին գործերին խառնվել չի կարելի։ Այդ գիտեք ինչ է, այսինքն եթե կաթողիկոսը զբաղվում է մարմնա վաճառությամբ, իշխանությունը պիտի վերցնի եւ պատժի, ասի, ըստ օրենքի իրավունք չունես, ով է պատասխանատուն, Հայաստանի իշխանությունը, Տրթատմեցը Գրիգոր Լուսավորչի հետ եւ վերցնում եք նաեւ Հոբսը անգլացին եւ վերջացավ։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, կհանդիպենք։